լրատվամիջոցներին թող կարճ, եթե հնարավոր է։ Հիմա որպես ժողովուրդն է լսել։ Որպեսի մի քանի անգամ Ուղղակի կարող է վատ լսվի պարոն Կարապետյան միկրոֆոներով։ Հետո չասեց։ Քելեկեձե բանակ Ինչ կանխատեսում ունեք, ինչ տրամադրվածություն ունեք դատավորը։ Լավ, եկեք դատերության մեջ չտնենք։ Բայց կալանքի համար ինչ հնարավորություն է։ Չէ, լրագրողների չի։ Որոշում կհապարակ։ Դեռ չի, Ժամը հստակ չի ասած։ լավ գոնե ասացին երկու։ Ինչպես նշեցի, հրապարակման ժամ դեռևս չի հայտարարվել։ Ժամը պարզ լինելու դեպքում կհայտնենք կողմերին։ Ով ասի։ Ներկայացնի կողոս բան։ Մի քիչ բացվենք ռուպերով այլ երեխեք ջան։ Մի քիչ հետ կանք, հա։ Հետ կանգնեք Ժողովուրդ ջան, ցանկանում եմ բոլորի տեղեկացնենք, որ կալանքը որպես խապաման միջոց քննելու մասին միջնորդության քննարկումը ավարտվեց, քննչական մարմինը ներկայացրեց իր տեսակետը, պաշտպանական թիմը մանրակրկիտ ձևով ներկայացրեց մեր տեսակետը, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կայացնելու վերաբերյալ ժամ չի ներկայացրել, բայց մեր խորին համոզմամբ դա կլինի մոտակա առաջիկա 1-2 ժամերի ընթացքում։ Մեղադրողը ինչ հիմնավորումներ էր Եվ մեղադրանքի հիմքում բացառապես հայտարարություն։ Մեղադրանքի հիմքում բացառապես դրված է այն տեսանյութը, որը որ դուք բոլորը տեսել եք եւ մենք խորին համոզմունք ունենք, որ դա հանցագործության տարեր իր մեջ չի պարունակում։ Պարոն 4 ժամ քննություն ընթացավ։ 4 ժամ քննություն ընթացավ, քանի որ փաստաբանական թիմը շատ մանրակրկիտ հարցադրումներ է ներկայացրել, շատ մանրակրկիտ փաստաթղթեր է ներկայացրել։ Մեր կանխատեսումները, եթե լինեն օբյեկտիվ, տեղում այդ միջնորդությունը պետքա մերժեն, իսկ այս հարուցված շինց ու քրեական գործը տեղում պետքա կարճվի։ Եթե խոսենք օբյեկտիվության մասին, իսկ եթե ոչ օբյեկտիվ, դա ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Ինչ հիմնավորումներ են Դե այդ 4 ժամ տևած պրոցեսը ես չեմ կարող ձեզ մենք մանրամասն Դուք երկար տարիների փաստաբանական գործունեություն եք իրականացնում, փաստացի դուք կարող եք նաև կանխատեսել դատավորի վախեցած էր, հրահանգ էր ստացել, զանգ էր ստացել, չեմ կարող որևէ կանխատեսումներ անել, բնականon հունով դատական պրոցես է տեղի ունեցել։ Խնդրում եմ բոլորդ սպասեք, նախ բոլորիցը խորին շնորհակալություն եմ հայտնում, որ ստեղ եք գտնվում, ի աջակցություն պարոն Կարապետյանին, խնդրում եմ բոլորս զինվենք համբերությամբ, սպասենք դատարանի դատական ակտին, հուսանք, որ դա կլինի օբյեկտիվ եւ իրավաչափ։ Շնորհակալ եմ։ Խնդրում եմ հարցեր մի տվեք։ Տրամադրությունը պարոն Կարապետյան։ Պարոն Կարապետյանի տրամադրությունը ինչպես միշտ շատ լավ է, ժողովուրդ, շատ լավ։ Իսկ ինքը խոսել է դատարանը։ Նա պարոն խոսել է։ Պարոն Հակոբյան։ Շատ հետաքրքիր է իմանալ, պարոն Կարապետյանը դատարանում խոսք ասել է։ Այո, ինքն իր դիրքորոշումը հայտնել է ներկայացված մեղադրանքի, ներկայացված միջնորդության վերաբերյալ, որ բացարձակ անհիմն է, որևէ հանցանքի մասին խոսելը առնվազն անլուրջ է։ Դա պարոն Կարապետյանի խոսքն է դատարանում։ Դե ես բառացի չեմ մեջբերի, այո, պարոն Կարապետյանը իր դիրքորոշումը հայտնել է, կտրուկ դեմ է, ինչպես պաշտպանության կողմը։ Իսկ Սամվել Կարապետյանի համար սպասելի էր, խոսել է այս մասին, այս զարգացումները, նա սպասում էր, որ այսպիսի բան կհաջորդի եկեղեցի։ Էմոցիոնալ հարցերին չենք կարող պատասխանել, իրավական հարցերին Լավ, իսկ կպատասխանենք։ դատախազը ինչպես է հիմնավորում, օրինակ այդ հայտարարությունը ինչպես է Իմ կարծիքն եք ուզում, դատախազը չի կարողանում հիմնավորել, եթե իմ կարծիքն եք ուզում։ իրավական առումով հեծը վերցնելու ինչ մեթոդներ կարող է իշխանությունը դիրան։ Մենք հեծի հարց չենք քննարկել։ Կասեք մեղադրող դատախազի անունն ազգանունը։ Չեմ ցանկանում ասել։ Իսկ ինչպես հենց այս դատավորին ես հարցը Չեմ կարող ասել։ Ուղղակի հետաքրքիր է շատ, թե դատախազը ինչպես է այդ փոքրիկ մեկնաբանությունը հիմնավորում որպես Ձեզ մի հետաքրքիր հանգամանք նշեմ, որ որպես կանոն կալանքի միջնորդությունների քննարկման ժամանակ ներկա է լինում գործը քննող քննիչը։
Հազվադեպ է լինում, երբ մասնակցում է նաև հսկողություն իրականացնող դատախազը, տվյալ միջնորդության քննարկմանը ներկայացել էին երկու քննիչներ, որից մեկը ընթացքում հեռացավ եւ դատախազ, այսինքն ներկայացել էին 3 քննիչներով։ Ինչ է սա նշանակում։ Կարելի է ենթադրել, որ նաև ճնշման այսպիսի մեթոդ էր, որ տեսեք մենք 3 հոգով ենք եկել, այսինքն հարգելի դատարան, այս գործը մեր համար շատ կարևոր է։ Զգացվեց դատավորի ճշմարտություն, պարոն Հակոբյան։ Նիստը վարելու ընթացքում չզգացվեց։ Դատավորը Արտակ Կարապետյան։ Այո։ Իսկ ուզում էի հարցնել, ինչ է քաղաքական ճնշում դուք տեսնում եք, դուք կարծում եք, որ սա քաղաքական Այդ հարցին պատասխանել են արդեն ոչ իրավաբանները, ես իրավական գնահատական եմ տալիս, բացարձակ ապօրինի գործընթաց է, մենք իրավական process-ի ականատեսը չենք։ Եթե իրավական լուծումը այս պահի դրությամբ, օրինակ, քննիչի ներկայացված միջնորդությունը մերժելն է։ Իսկ ինչու ժամի առումով չի նշել, պարոն Հակոբյան, կա մանրընթացակար, որ սովորաբար ժամային առումով չեն նշում, գտնվեն խորհրդացական։ Եթե ժամ չեն նշում, ուրեմն մի քիչ շատ պետք է աշխատեն կամ իրանք չգիտեն ինչքան պետք է աշխատեն այդ որոշման վրա։ Մոտ 4 եւ ավելի ժամ նիստ եղավ, դատավորը պետք է այդ ամեն ինչը թղթին տա։ Հնարավոր է այսօր չհրապարակվի։ Մեզ ասեց պատրաստ լինելուն պես եւ ասեց ժամ չեմ նշում, հրապարակելուց 30 րոպե առաջ աշխատակազմը մեզ տեղյակ կպահի։ Ստեղ կա արգելանքի տակ գտնվող անձանց համար նախատեսված փակ գոտի։ Հակոբյան, Դուք ինչ տպավորություններ։ Դե բերեք տպավորություն։ Շատ երկար տևեց։ Թվում է թե շատ պարզ է, մի նախադասություն։ Դատավորը մանրամասն քննության ենթարկեց քննիչի միջնորդությունը, մեր դիրքորոշումները մանրամասն ուշադիր լսեց, ինչ դիրքորոշում կհայտնի, մենք ձեզ կասենք։ Իսկ դատախազը ինչպիսին է, ինչպես է իրեն պահում։ Կարողանում են համոզիչ փաստարկներ բերել, որ Սամվել Կարապետյանը պետական հեղաշրջող։ Մեր գնահատմամբ ոչ չէր կարողանում եւ շատ անհամոզիչ էր եւ դատախազի եւ քննիչի հիմնավորումները։ Որ հիմնավորումը հատկապես։ Բոլոր հիմնավորումները։ Այսինքն ինչպես էր մեկ Եվ որ արկա է հիմնավոր կասկած եւ որ արկա են խափանման միջոց կիրառելու հիմքեր։ Մենք վիճարկում ենք եւ ձերբակալման իրավաչափությունը եւ հիմնավոր կասկածի արկայությունը, այսինքն մենք գտնում ենք, որ առհասարակ հանցագործություն տեղի չի ունեցել եւ վիճարկում ենք նաեւ խափանման միջոցի քննիչի ներկայացված բոլոր 3 հիմքերը։ Քննիչը հենց կողմ հարց տվել են Արծիկ Սամվել Կարապետյանին, ինչ է նկատի ունեցել, երբ ասել է մենք մեր ձևով կմասնակցենք։ Հարց տվել են, պատասխանը ներկայացրել է, իր պատասխանը, դե հիմի ես այդ պատասխանը որ ներկայացնեմ լավ, ասել է, որ ես այն կոչ երբեք չեմ արել, որևէ քաղաքական գործընթացների մասնակցելու կոչ չեմ արել։ Պարոն Հակոբյան, տեսանյութն է եղել հիմնական։ Բացառապես տեսանյութը։ Ոչ թե սղագրությունները, այլ տեսանյութը, Դե- որովհետև սղագրություններ կային, որոնք տարբերվում էին տեսանյութում եղած Այդ սղագրությունը դուք կարող եք յուրովի անել, ես յուրովի կարող եմ սղագրություն կատարել։ Ունենք տեսանյութ, որը միայն տեսանյութ։ Այսինքն օպերատիվ որևէ տեղեկություն չի եղել այնտեղ։ Տեսանյութն է, տեսանյութի հիման վրա զննության արձանագրությունն է եւ զննության հիման վրա հաղորդումները։ Դատավորի մասին ինչ կարծիք ունեք։ Տարբեր կարծիքներ են, հիմա չեմ ուզում հնչեցնել, բայց եթե առաջվել եք երբևէ Ես դատավորի կոնկրետ տվյալ դատավորի մասին լսել եմ, որ կայացրել է եւ արդարացման դատական ակտեր եւ մեղադրական դատական ակտեր։ Կարապետյան Արտակ։ Իսկ մեղադրող դատախազը ոնց հասկացանք, այսինքն նախաքննական մարմինը հենց կալանք է, չէ՞, պահանջում, մտածում է, որ երևի շատ վտանգավոր հանցագործ է, կարող է ինչ-որ բան անել, հա։ Քրեական վարույթ իրականացնող մարմինը միջնորդել էր կիրառել խափանման միջոց կալանք եւ իր միջնորդության մեջ նշել էր, որ այլընտրանքային խափանման միջոցները իզորու չեն ապահովել մեղադրյալի կարգավիճակում ապօրինաբար գտնվող Սամվել Կարապետյանի պատշաճ վարքագիծը։ Մի բանը չգիտեմ, թեպետ դուք ձեր խոսքում ասացիք, բայց կխնդրեմ հստակեցնել։ Նույնիսկ եթե ամենամեղմ խափանման միջոցը կիրառվի, օրինակ գրավ X միլիոն դրամի դիմաց, ես ստորագրություն երկիր չբացակայ։ Դուք միևնույն է դա կբողոքարկեք։ Միանշանակ։ Իսկ դատարանում Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգները դուք
մեջ բերել եք, ներկայացրել եք, որպեսզի բարձ լինի նաև քաղաքական ենթատեքստը եւ հետապնդումը։ 4.5 ժամ դատական process ա եղել, չենք կարող ամբողջությամբ ձեզ ներկայացնել, շնորհակալություն, որ այստեղ եք։ Կարևոր է, որովհետեւ ամեն ինչ հաջորդել է Հետի հարց չի քննարկվել։ Փաշինյանի հայտարարությունները կարծում կա իրավական մեթոդ մասնավորից հեծ վերցնելու։ Ես տեղյակ չեմ այդ Որպես իրավաբան այդպես։ Որպես իրավաբան ես քրեական ոլորտի մասնագետ եմ, հարցին պատասխանելու համար պետք է ծանոթ լինեմ։ Հիմա որտեղ է գտնվում պարոն Կարապետյանը։ Դատարանում արգելանքի տակ գտնվող անձանց համար առանձնացվեց փակ զոնա կա, փակ գոտիկա այնտեղ է։ Իսկ օրենքով սահմանված կարգով ամենաուշը երբ կարող են հրապարակել որոշումը։ Ամենաուշը ձերբակալման ժամկետը դատարանը չէ 72 ժամ չէ, դատարան մուտք արվելուց 12 ժամվա ընթացքում։ Պարոն Հակոբյան, արցիկը ոլորտի մասնագետ եք եւ երկարամյա մասնագետ եք, ուզում եի հասկանալ, այսպեսի նախադեպ ունեցել եք, այսպեսի մոտիվներով գործարուցել, անհասկանալի։ Չենք ունեցել։ Եվ դժվար է թե լինի երբևէ։ Հիմա ընդմիջվել են իսկ այս բանը։ Չէ, ավարտվել է, դատավորը հեռացել է առանցին սենյակ դատականակ կայացնելու համար։ Երեք տան դիմացից նաև այլ անձինք են ձերբակալվել, նրանց ճակատագրի մասին ինչ կարող եք հաղորդել եւ դուք եք։ Ես ընդհանրապես ոչ, ես չեմ ներկայացնում շահերը, ձեզ կարող եմ տեղեկացնել, որ 50-ից ավելի անձ 51 թե կոնկրետ քանակը չեմ կարող ասել, տարվել է ոստիկանություն հարկադրաբար իմ տեղեկություններով անհամաչափ հարկադրանք է կիրառվել։ Բայց ինչու է դրական Ես փաստաթղթավորումը չեմ տեսել։ Իմ ստացած տվյալներով բոլորին պահել են ժամկետից շատ, առավելագույն ժամկետից շատ, եւ իմ ստացած տեղեկություններով նաեւ ոմանց ոստիկանները սեփական տան սեփական տարածք ներխուժել են եւ այնտեղից են տարել։ Ճիշտ է, որ երեք խոզարկության Փորձել են գործողություններ։ Այո, փաստաբաներ կան զբաղվում են այդ հարցով։ Չեմ փորձել կողմել, Չէ, այսինքն ես նման տվյալներ չունեմ։ Իսկ Կարապետյանը այդ տանը խոզարկություն անցկացրել, որովհետև այդպեսի տեղեկություններ կա, որ սկզբից ուզել են խոզարկել, բայց որոշում չեն ունեցել դատարանում։ Այդ արդեն նախաքննության գաղտնիք կարող է լինի, որ հրապարակեմ։ Չէ, դուք փաստը խոզարկության ուզում եք իմանալ կա, թե չէ խոզարկել են բնակարանը։ Տունը խուզարկել են, այո։ Բան արգելավել են գտել են պետական։ Ես չեմ մասնակցել խուզարկությանը, խուզարկության արդյունքները ինձ հայտնի չեն։ Շնորհակալություն։ Ձեզ էլ ենք շնորհակալ։ Պարոն Կարապետյան, ներողություն Օգնատու են, որ